Տիրո ջանը փառավորվի սիր Աստծո ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիդ, Տերը օրհնի նաև ձեր ընտանիքների հանդերձ ժողովուրդ ջան։ Օրհնյալը մեր Տերը, որ Տերը իրապես այսօր է մեզի կյանք տվավ, այսինքն մենք այսօր նաև նայում ենք ինչ համար Տերը մեզի նույնիսկ կյանք տվի արթնանալու ժողովուրդ ջան։ Համար տվել է, որ նույնիսկ իր ժողովուրդը ամեն օր փնտրի իր երեսը ժողովուրդ ջան։ Սա է Աստծո ամենանպատակը, որ մարդը օրեցօր մաքրվի, օրեցօր պատրաստվի եւ դիմավորի Տիրոջը ժողովուրդ ջան։ Եվ նաև այսօր մենք տեսնում ենք ձեր մեջի նույնպես ծառավն ու փապագը ժողովուրդ ջան, որ դուք ծառավով եք մտնում, փապագով եք մտնում ժողովուրդ ջան, որտեղ դուք մենք գիտենք, որ սա Աստծո խոսք է խոսում ստեղ։ Աստծո խոսք իր մեջ ունի կյանք, զորություն, մխիթարություն, ամեն ինչ կա իր խոսքի մեջ ժողովուրդ ջան։ Եվ օրհնյալ է մեր Տեր Հիսուսը Սուրբ Հոգին, որ այսօր հիմա տեսնում է ովքեր կլինեն այսօր գծի մեջ եւ ով ինչ կարիք ունի այսօր Աստծուց առնելու ժողովուրդ ջան։ Աստված ամեն բան գիտա։ Նա գիտա քո մեջի կարիքը, նա գիտա քո ներսի դժվարությունները, գիտա քո ներսի խնդիրները, գիտա քո ներսի հիվանդությունները ժողովուրդ ջան։ Դա մար Տիրոջ անունով փառավորվի։ Ես ուզում եմ կարդամ Արագած 3-րդ գլխի 6-7 խոսքը ժողովուրդ ջան։ Արագած 3-րդ գլուխ 6 ու 7 խոսքերը։ Օրհնյալը մեր Տերը ժողովուրդ ջան, որ այսօր Աստված մեզու քեզ ինչ ասում օգնի հասկանանք Տիրոջը, սիրենք մեր Աստծուն, սիրենք մեր Աստծուն։ Ժողովուրդ ջան, այսօր ոչ մեկը քեզի չի կրարկելի, որ դու սիրես քո Աստծուն։ Ոչ մի ուժ, ոչ մի զորություն, ոչ մի բան քեզ չի կրարկելի, ժողովուրդ ջան, որ դու սիրահարվես քո Տիրոջը, քո Փրկչին, որ դու քո ներսը պաշտես Քրիստոսին։ Չկա մի ուժ, որ կարողանա քեզ դեմ առնի, ժողովուրդ ջան, որ դա ներսի հարց է, այդ ներսը ոչ մեկը չի տեսնում։ Դու ես տեսնում եւ քո Տերը, քո Փրկիչն է տեսնում, ժողովուրդ ջան։ Դամար Արագած 3-6 խոսքը ինչ ասում է, քու բոլոր ճամփաներուդ մեջ զանիկա ճանաչիր։ Աստծո խոսքը ինձ ու քեզ ուղում է, որ քու ապրած բոլոր կյանքիդ մեջ Աստծուն պետք է ճանաչենք մենք, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, օրհնյալ իր խոսքը։ Դամասմա քու բոլոր ճանապարհներուդ մեջ զանիկա ճանաչիր։ Այսինքն Աստված մեզ ուզում է օգնի, որ մենք մեր բոլոր ապրած կյանքի մեջ ճանաչենք մեր Աստծուն, ճանաչենք իր զորությունը, ճանաչենք իր մխիթարությունը, ժողովուրդ ջան, այնքան կարևոր բան է, որ ամեն օր քո կյանքի մեջ դու ճանաչում ես քո Տիրոջը, օրեցօր դու աճում ես, օրեցօր մեծանում ես, օրեցօր դու Տիրոջից օրհնություն ես զգում, օրհնություն ես առնում, սիրասո ժողովուրդ ջան։ Դամար Տերես օրհնի բոլորի, դամար սմա քու բոլոր ճամփաներդ մեջ զանիկա ճանչծիր ու անիկա քո շավիղներդ պիտի ուղե։ Բոլոր ճամփան մեջ զանիկա ճանչծիր ու անիկա քո շավիղներդ պիտի ուղե։ Այսինքն Աստված մեր քայլերը ուղում է դեպի Իրան, ժողովուրդ ջան։ Երբ որ դու Իրան ճանաչում ես, երբ որ դու իր երեսը փնտրում ես, նաև նա քո ճանապարհները ուղում է դեպի Իրան։ Այսինքն դու որ դու գնում ես, այդում ես դեպի քո Տերը, դեպի քո Փրկիչը։ Սիրասո ժողովուրդ ջան։ Դամար Տերես օրհնի բոլորիդ։ Սերուժան։ Եվ 7 խոսքս մա դու քուն աշկիդ արչև իմաստուն մի եղիր, մի լար։ Դու քուն աշկիդ արչև իմաստուն մի լար։ Տիրոջ մեջ վախեցիր ու չարությունե ետ քաշվիր։ Աստծո խոսքը մա քեզի իմաստուն մի տես, այս դու պիտի տեսնես Աստծուն քո մեջ իմաստությունը։ Մենք երեք եղբայրս խոսք չես մա Աստված պայետ իմաստուն է ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք կարող մտածենք այդ իմաստունը մենակ այդ գիտնականներն են։ Երբ որ մարդ իր աչքին իմաստուն է տեսնում, շատ անգամ խոսքը մեզի չի բասում։ Ինչու՞ որ Աստված ինչու՞ որ տալում է երեխեքին, որ մարդը երեխու պես Աստծուն սիրում հավատում է ժողովուրդ ջան։ Դամար ասում դու քո աչքիդ արչև իմաստուն մի լար, այսինքն դու կարիք ունես խորհրդի։ Դու կարիք ունես լսել Աստծո խոսքը։ Դու կարիք ունես այսօր Տիրոջից կրտնվես ու դաստիարակվես, Տիրոջից առնես, Տիրոջից սովորես, ժողովուրդ ջան։ Բայց երբ որ մարդ իր աչքին իմաստուն է տեսնում, եղբայր ջան քեզանից լավ գիտեմ, քուրիկ ջան քեզան, ժողովուրդ ջան, սա արդեն իմաստություն է, մարդ իր աչքին իմաստուն է տեսնում։ Ինչքան է մենք իմանանք,
Իշկանը մենք եսի մինչել ենք Ժողովրդ ջան, մենք միշտ Աստծո խոսքի կարիք ունենք Ժողովրդ ջան։ Ամեն օր դու խոսքը կարա նույն խոսքը ամեն օր խոսում ա Ժողովրդ ջան, բայց դու ամեն օր այդ մի խոսքի մեջ օրեցօր դու կյանք ես առնում։ Այդ խոսքը օրեցօր կարա քո կյանքը նորոգի, քո կյանքը ավելի պարարտ սարքի, ավելի ճանաչես քո Աստծուն, Ժողովրդ ջան։ Հիմա դու քո աչքի դա արչև իմաստուն մի լար, Տիրոջ մե վախեցիր ու չարությունը ետ քաշվիր։ Այսինքն դու մարդը Տիրոջից վախենա ու չարություն ետ քաշվի, որ եթե քանի մարդ Աստծոց չի վախում, նա չի գրե չարություն ետ քաշվի։ Նա իր չարությունը պետք է անի, որտեղ նա չի վախենում Աստծո շնորհիվ։ Երբ որ մենք չենք վախենում Աստծո, դա համար մենք մեր չարությունները կարող ենք։ Բայց երբ որ մարդը վախ ունի Աստծո ժողովրդյան, ոչ թե վախենա, որ դու վախենաս գավազանում կտերեք խփի քեզ, այ վախենա, որ դու հասկանում ես, որ քո հայրը տեսնում է, որ քո հորդ հաճելի չէ այդ ամեն չար ճանապարհները, որը եւ քեզ հաճելի չէ ժողովրդյան։ Տամար Տերս օրհնի ինձ եւ ձեզ սիրալսո ժողովրդյան, որ մեր բոլոր ճանապարհների մեջ, մեր բոլոր ապրած կյանքի մեջ ճանաչենք Աստծուն ժողովրդյան։ Օրեցօր դու ճանաչողության կարիք ունես Աստծուն ժողովրդյան։ Աստված այնքան սեր է, այնքան խորն է, որ դու իշքան մոտիկան, իշքան մեջ ճանաչես, էլի քիչ է, դու ես ավելին ճանաչես Աստծուն։ Իր սեր ավելի բացվի քո կյանքի մեջ, ավելի օրհնությունը բացվի քո կյանքի մեջ, սիրասո ժողովրդյան։ Տամար դու Տիրոջ անունը փառավորվի, սիրասո ժողովրդյան։ Սկանոք վերջացնենք եւ սկսենք աղոթենք այսօրվա պաշտամունքի համար Տերը օրհնի այսօրվա պաշտամունք եղբայրներս եւ իրանց խոսքերը շրջուն